Պողոս առաքյալի թուղթը Հռոմեացիներին գլուխ 3 Բայց գիտենք, որ ինչ օրենքն ասում է նրանց, որ օրենքի տակ են, որպեսզի ամեն բերան փակվի, և ամբողջ աշխարհը Աստծու դատապարտության տակ դրվի, քանի որ ոչ մի մարդկային էակ օրենքի գործերով չպիտի արդարացվի նրա առաջ, քանզի օրենքի միջոցով է մեղքի ճանաչումը։ Բայց հիմա առանց օրենքի էլ Աստծու արդարությունը հայտնված է օրենքի և մարգարեների վկայությամբ, որովհետև Աստծու արդարությունը Հիսուս Քրիստոս եղած հավատի միջոցով է բոլոր հավատացողների համար։ Չկա ոչ մի խտրականություն, որովհետև բոլորն էլ մեղք գործեցին և զրկվեցին Աստծու փառքից, բայց նրա շնորհիվ ձրի արդարացան Քրիստոս Հիսուսի միջոցով եղած փրկությամբ, որովհետև Աստված նրա արյամբ հավատի միջոցով որպես քավություն էր նախասահմանել, հապացույց իր արդարության, ի թողություն ավելի առաջ Աստծու համբերության ժամանակ գործված մեղքերի, հապացույց իր արդարության ներկա ժամանակում, հապացույց այն բանի, որ ինքն արդար է և կարդարացնի նրան, ով Հիսուսին է հավատում։ Իսկ արդ ու՞ր է մնում պարծենալը, իչիք դարձավ, ի՞նչ օրենքով, գործերի օրենքով, ոչ, այլ հավատի օրենքով, որովհետև մենք ընդունում ենք, որ մարդը հավատով է արդարանում առանց օրենքի գործերի։ Աստված միայն հրեաներինն է և հեթանոսներինը ոչ։ Այո, հեթանոսներինն էլ է, քանի որ մեկ Աստված կա, որ արդարացնում է հավատի միջոցով եղած թլպատությունը, ուրեմն և անթլպատությունն էլ նույն հավատով։ Արդ այս հավատով մի՞թե իչիք ենք դարձնում օրենքը, քավ լիցի, ընդհակառակը, օրենքն ենք հաստատում։